Բարդես պարոն Սամվելյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Սամվելյան, ինչ կարծիք ունեք Փաշինյանի այս կառավարության հնձման մասին։ Կառավարության հնձման, լավ էլի։ Տնաշեդի, իսկ աչքա կսուբեք Նիկոլի ջեբը։ Նիկոլը պրիչով դրա այդեղ։ Նիկոլը դրա հետ ոչ մի գործ չունի։ Այդ ամեն ինչ արելա Աննա Հոկոբյանի այդպես կոչված ապագա վարչապետի դե սրան գիտեն, չէ՞ որ գիտեք, չէ՞ որ ասում են մինչև 2050 թիվը երկրի ղեկավարները իրանք են լինելու եւ սա ու բերել դնելու է որտեղ կանած, հիմնականում կանած նախկինում այդքան ես ինքս հարգում եմ կանացի սերերի, լսում ես, բայց այդքան տանել դնել ամեն պաշտոնի որպես ինչ եթե չեմ ասում, ընդ որ Նիկոլի ջեբը բամիքսի, այդ խեշտրել, այսօր ավելի կարևոր գործերով ազբաղված, հələ ջեբերը դայեք էսի, հələ դայեք դրա ջեբերը, լրիվ դատարկություն, ինչ ասես կցում եք ջեբը, Նիկոլը այդ բաների հետ կապ չունի, ինքը ավելի կարևոր բաներով ազբաղված, իդեպ ասեմ, ըստ շրջանառվող լուրերի, ոնց որ թե դե գիտեք չէ ռազմական լեգենդ ունենք, ռազմական խորհրդատու ունի Նիկոլը, ով է Արթուրուն Հովհաննիսյան, ռազմական լեգենդ Արթուրուն Հովհաննիսյան, ով հաղթելու են, գնում ենք առաջ, մի քանի անգամ գնաց Բաքու հետ եկավ, վերջում տեսակ ինչ որ ընկանք, այդքան իբր մեր գլխին եկավ, հերիք չի, հիմա այդ ոնց որ թե ըստ շրջանառվող լուրերի պատերազմը հայտարարել Չինաստանի պատերազմը հայտարարել Նիկոլի խորհրդատու Արթուրուն Հովհաննիսյանը, ռազմական խորհրդատու, լեգենդար, շատ ուժեղ խելքի տեր մարդ, եւ գիտեք պատճառը ինչա որ չեն սկսում։ Նիկոլը ուզում է սկսի, Արթուրուն Հովհաննիսյանը չի թողում։ Բա պարոն վարչապետ, դե դրանք այդքան քիչ էին, ադրբեջանցիք, չինացիք 1.5 միլիարդ են, ասենք, որ մենք դրանց հետ սկսենք, այդքանի որտեղ է թաղելու, պատկերացնում եք 1.5 միլիարդ, ադրբեջանցիքին չիմացան որտեղ թաղել, բայց քանի որտեղ է թաղելու, Նիկոլը հիմա անամպեր սպասում է, թե ինչ կմոգոնի Արթուրուն Հովհաննիսյանը, ոնց էլի մի տեղ կճարի, բայց դժվար թե ժողովուրդ ջան, ինձ որ ես չեմ պատկերացնում, որ այդքանի թաղելու տեղ մենք կունենանք 1.5 միլիարդ, այդքանին թաղել գլի։ Նաև երկրորդ ասեմ, շատ խորամանկ է Նիկոլը, հեռատես եւ խորամանկ մարդ է։ Ես իմ այս բան ժամանակ Պրագայում, երբ որ ստորագրեց հանձնեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ, մինչեւ Արցախը Հայաստանը եւ վերջ, հրահարեց պատերազմ, ընդեղ էլ հայտարարեց Ադրբեջանը եւ վերջ, ոչ Մարիա Զախարովա կար, ոչ Սերգեյ Լավրով կար, ոչ Պուտին կար, որևէ պաշտոնյա Ռուսաստանի չկար։ Բոլորը մեր աչքի առաջ, այդ ամեն ինչը մեր աչքի առաջ տեղի ունեցավ։ Ու այսօր ժողովուրդն ասում է ռուսը։ Արդեն հանձնապրդել են, ռուսը հանում է, այդ մնում է ինչ անի։ Ռուսը հանում է այդ խաղապահներին, Մակրոնը հանձնեց, Շարլ Միշելը, ինքը իրոք Շարլ է, մեր ազգի գլխի, թեթեն վերջի տարը լգել է Շարլը, Շարլ Միշելը, մեր ազգի, մեր գլխի Շարլն է, բայց Նիկոլը ավելի կարևոր գործերով է հիմա զբաղված, ոնց որ թե, չգիտեմ ով է խորհուրդ տվել, ով խորհուրդ չի տվել, սովորաբար մեր քրիստոնեության համաձայն ադատների, ոնց ենք ասում ադատը, մեր ավանդույթների համաձայն մեռնողներին ողորմի են տալի։ Նիկոլը գիտի, որ իրան ողորմի տվող չի լելու։ Կանչել է Աշոտիին, տվում, հյաման հեռատես, խիտրի, խորամանկ հեռատես մարդա, կանչել է թե բա Բալաջան, հենց որ կմերդե, նույն գիշերը կգաս գերեզմանից կեքնոդես և կմիզես գերեզմանից վրա։ Աշոտին թե պապա այդ ինչ ես ասում, ինչի համար, ասում է, որովհետև ինձ ողորմի տվող չի լելու, սենց գոնե կասեն ողորմի կերտոդողի պապային։ Տեսեք, եմ որ ասում են երկ կա, դրանք իրեք հոգով էին, ինքներ արամներ, մեկ էլ են
Այն հզոր կուսակցություն կա, որնա երկու հա Լուսավոր Հայաստանը ամենամեծ կուսակցությունն է, բաղկացած է երկու հոգուց։ Էդմոնդ Մարուկյան եւ Դավիթ Խազակյան։ Դրանք ասում են երկա Նիկոլը երկը գտել է, որ օղորմի տվողը լի իրան։ Տողուն ասել է արի կեղտոդի, որ ասեն օղորմի կեղտոդողի հորը։ Այդ օղորմի գնալու կրնելու է իրան։ Դե Նիկոլ ջան, օր առաջ լի փարկաստի, անձամբ անպայման օղորմի կդամ։ Այդ ճանապարհով օղորմի կբերեմ կհասնեմ քեզ։ Բայց այս իր ասերքի բանը չի, իրան հաստատ խորհրդատվե Արամ Սարգսյանը։ Վազգենի աղբերներն են խորհրդատվե Արամ եւ Արմեն Սարգսյանները, ովքեր ասենք այսօր ամբողջ ազգը թալանած, գրփած, շրփած, որպեսզի այսօր բերտերում լինեն, թաղվեին այս թաղածները։ Այն փոքրը հիմա գտնվում է Ամերիկայում, Դղյակունի, բիզնեսմեն ասում են մենք գործարար ենք էլ, որովհետև ասենք կոնկրետ Արամը ցեմենտը գողացը ծախել է, փողը ոչ ավելացրած արժեքի հակ, ոչ շահութահակ, ոչ եկամտահակ, ոչ մի տեսակի հակ պետությանը 10 տարի շարունակ պետական կարգավիճակ ունեցող գործարանի տարել է։ Ու 2000 թվին Ռոբերտ Քոչարյանի միակ սխալներն էր, որ ներեց զլուտ մի պատճառով, որ ինքը Վազգեն Սարգսյանի աղբերն է։ Եվ այդ փաթաթղթերով 7.5 միլիոն դոլարներ երևում, որ լապել էին, էդի հետ, բայց դրա մի քանի անգամ ավել է, որը որ չէր երևացել։ Այդ մեղրը լապում էին ոչ թե թեյի գտալով, այդ շերեփով ժամանակ առ ժամանակ դե ամառը շատ էին ցեմենտանը լապատկով։ Իրան ասում են դե քեզ ո՞ր դիտեք գումարը, ասում է դե ես ցեմենտի բիզնեսմեն եմ եղել։ Իսոս քեզ Քրիստոս, ցեմենտի գործարար։ Պետք է իր գունը տանել ամբողջ ազգիները դի, ամբողջ ազգի գումարը։ Հանրապետությանը ինքը խոստացավ, որ Վազգենը վարչապետ վախտը ժամանակ առաջինը իրան է պարտադրել հարգերը վերել վճարել։ Եվ ինքը վճարել է։ Անգամ այդ ընթացքում լրագրողը հարցնում է սրանք մամային իրանց ընտանիքի գերագույն գլխավոր հրամանատարին։ Կներեք Պիկին Գրետա, ձեզ որտեղից եկան գումար, դե ասում է բալա ջան, երկար տարի մանկաբարձ եմ աշխատել, ամիսը 70,000 դրամ, կոպեկ առ կոպեկ դրել եմ իրար վրա, ոչ ծախսել եմ, ոչ վատ, պատկերացնում եք, կոպեկ առ կոպեկ 70,000 դրամ հավաքել է, ամեն տղուն մի 10-300,000 դոլարանոց ջիպ առել։ Դե սկզբում Արմենն է կանչել իր Կարնեչոյին, գողական տղա է, ոնց որ թե դոգի հետ էլ կապ ունի, նույն մասի տղա են, թե ինչ են, այն է կանչել, Կարնեն ջան, բալա ջան, մեկ ամերնել եմ, դի օղորմի տվող չիլ է, կգաս կմիգզես գլխիս, ինչպես նաև կկեղտոդես, որպեսզի ասեն օղորմի կեղտոդողի հորը, ինքը իր տղուն, Արամը գուգուշիգին, Արամն էլ, ասենք այն երեխեքը, որ սովատ մեծացել են հիմա իրանց տարիքին, իբր իրանք հիմա դրանք մեջ խարոշի է, հասկանում եք, դե 70,000 ընենց որ մանկաբաժնի ջան, որևէ մեկը չբողոքեք, թե դուք աղքատեք, տնաշեներ, կոպեկ առ կոպեկ դնեիք, այսօր ամենքը դիտասած ջիպ խարդեիք, այդ եվի պագություն, բողոքել Նիկոլիկ չի կարելի, ընդ որում միլիարդ նորություններ իմացա, Են հիշում եք չէ բանը, որ մեր արտաքին պարկը ավելացավ 7 միլիարդով, մոտ 7 միլիարդով, հետո ասում են, թե աշխատատեղ չկա, պարզվում է, արդեն այդ մասին խոսացել ենք, աշխատատեղը լիքն է, գործնական, հանդիպում գումարով, մինչև 20-ից 18-ից մինչև 20 տարեկան, 30-40 տարեկան, այս վերջերս ազգային ժողովում նոր օրենք են մտցրել, որ տարիքայի սահմանափակում չկա, տատիկներ և պապիկներ, զբաղվեք այդ գործերով, թոշակի տանեմ սնաչներ, գնացեք ասավեշ մի օր զբաղվեք, էլի, մի օր զբաղվեք, ինչ կա որ։ Իսկ Արամ Սարգսյանը կամ Արմեն ինչի շատ քննադատում։ Ուրեմն ես ասում եմ ու կասեմ,
Մեր ազգի թիվ 1 արունացած վամպիրներն են եւ բոլորը գիտեք թե ովքեր են ով է եղել սրանց հովանավորը հոկտեմբերի 27-ից հետո միակ դժվողը հոկտեմբերի 27-ի եղել եմ ես իմ ընտանիքով ապրում էինք հանգիստ այնքան նոր է տեղափոխվել Հայաստան նոր արշուն ունեի բնակարան 3 սենյականով իմ բնակարանը ավտոտնակով մեքենայով ամեն ինչով ապրում էի գործարան դրեցինք Արմեն կոչված պորնկացի բոզի տղու հետ գող հայ ազգի թալանչի բոզի տղու հետ ուրեմն եւ սրանք իբր երբ որ սրանց հորն ու մորը բերել էին Արամի հարբեցողության ժամանակ քֆուրները լսելով հանդես բերել էին ցույց էին տվել մի հատ կադր թե ինչ կադր էր չեմ իմացել ու ասել էին եթե խելոք չպահեք այսի կդնենք ազգովի կնայեն նոր հետո կորոշեն որն է կոչում հերոս որն է կոչում հրեշ այստեղ գազագիրը ստորագրելուց հետո Արամը հայրը մայրը հենց որ արդեն ստորագրեցին գազագիրը բանը սկսեց առաջի արձանի բացումը որտեղ ես ներկա եմ եղել Կիրովական քաղաքում Վանադորում անպայման դե պետք է գնայի էլի եւ խնդրեցի մուր հանել Ռոբերտ Քոչարյանի քանի որ սրանք առայսօր ժամանակ առ ժամանակ այս ամեն ինչի թերը տանում են դեպի Քոչարյան դեպի Պուտին այդ ձեր վիժվածներ մոռացել եք ամեն ինչը եթե չլիներ Ռուսաստան պետության օգնությունը Հայաստանին մենք երբեք առաջի պատերազմում նույնպես չէինք հաղթելու անձամբ ես տեսել եմ ռուսական զենքը ինչքան եկի ես տեսել եմ երբ որ հանգարտ արտահանում էի անում շարասյունը թե ոնց էր գալի Հայաստան օգնության ու այս վիժվածներն որ չեն քծմբռնում որ իրանք են իբրել էլի ուրացող ազգ դրա համար այսօր եք նաև մեծամիտ այսօր տեսեք տեղի զարթնողը 30 տարեկան մեկը կա 25 տարեկան ասում արդեն քաղաքական գործի չէ արդեն ես ուրիշ ձևով ղեկավարեմ բանկանեմ ժողովուրդ հետո շուտով ամեն կուսակցություններից կան հաջորդ 5 շաբթի օրը իրականացելու է այսպես կոչված հանրահավաք միասին դաշին գոյություն ունի հաջորդ 5 շաբթի օրը առավոտյան կառավարության շենքի մոտ կհայտարարվի հիմա չեմ անում եթե դուք ուզում եք որ մենք անընդհատ այս վիճակում լինենք անձամբ ես ինքս 2026 թվականին վազեվազ գնալու եմ Ձայնստան Նիկոլին մարդը ամեն ինչից ամեն վիճակից դուրս գալու ելքը գիտի ասենք տեսեք ինչ եղավ այս վիժվածները փորձ այնքան ճարբիկ էին որ անգամ այն մի ոտանի նախարար ունեին որ կյանքի մեջ դրանից հետո որ մի ոտանի դարձավ մի թայ կոշիկից բացի ուրիշ բան չի արել Արտակ Վենալյանը կենքը երբ ավերջան կամ մի դու կոշիկ արել ես չգիտեմ ուրեմն 2003 թվականի երբ որ ինձ ձերբակալեցին երբ որ այս մարտական տականքը այն հերթադրագրով կարը որ սպանեցին Տիգրան Նաղդալյանին Արմեն Սարգսյան այո Տիգրան Նաղդալյանին երբ որ սպանեցին այդ ժամանակ ինձ ձերբակալեցին տեսան որ ես կիլոմետրով հեռու եմ բացահայտեցին այս ամեն ինչը ես արդեն իմ մեջ ասեցի լավ սրանք այդտեղ ինձ խաբեցին քսեցին իդեպ մի հատ էլ մի ճարբիկ տղա ունեին մեկը քոր այսել սրանն դրել էին Սախկալ ազգանուն Սախկալյան թե Սախկալով Աբո
Այդպես էլի շրջապատի տղա, գողական տղա, որին վերջում Մանվելը, Գրիգորյան Մանվելը, լավ սատկացրել էր, խամերը ձեռից առել էր, Վազգենի խատեր, ուրեմն, սրանք երբեք գործարար, բիզնեսմեն չեն եղել, այսօրվա կառավարության կազմի մեջ ազգային ժողովի այսպես կոչված դեպուտատ կոչվածները, ինչ ազգային ժողով, ես էլի համարում եմ կենդանաբանական այգի, ասեցի չէ, թքողներ կան, թքողներ կան շատ հեռու, որ կիլոմետրերով թքում են թոշակառուների ճակատին, թոշակներ չեն բարձրացնում այսօր որերորդ տարին է, ու այս Արմեն կոչված վիժվածքը արդեն լրագրող Տիգրան Նաղդալյանի վերացնելուց հետո թե որ եղավ ժամանակի շուրջ բացողեց, որտեղ նստում կայնում էր, ասում էր 2009 թվի, երբ որ Արարատում Վազգենի Արձանի բացումն էր, դե Մեռադ Մապրելիևից ես չեմ խոսում, պարզապես ես արդեն փոշմանեցի, այ քեզ բան, ում համար ես իմ ընտանիքս վարի տվի, ում համար, այս պոռնկատիվների համար, հրեշների համար, ովքեր որևէ բան մեր երկրի չեն արել, եւ եթե արել են, միայն թալան, գողություն, չէ, մամաների 70,000 դրամ աշխատավարձ, կուտակի է սրանք էլ ամենքը տացած ջիպ, ամենքը մի 20 հատ կվարտիրա ունեն, Ռուսային պողոտայում, ինչպես նաեւ տարբեր տեղեր նորակառույց շենքերում, մի հատ էլ փեսա ունեն, մի պոռնկատին բոզի տղա, Գրիգոր Ղազարյան, արա այ Գանդուրաս, բարի բունիմա, երեխայա ունեցե, երկրորդ տարինա գնացել են արտասահման նշում, դեկտեմբերի 22-ին նոր կլինի երկրում, հիմա երկրում չի, նոր է ժամանակ կլինի երկրում, արա Սիմոնայի երկրորդ տարին է, աղջիկ երեխայաս, անունը դրել են Սիմոնայի երկրորդ տարեդարձն են նշում, արա այդ պոռնիկի ծնունդ, քեզ դրել ես տղուտեղ, հլա զանգման մեկ էլ բա գիտես ինչ կա, Պիպոն իմ լավ ընկերն է, իմ լավ աղբեր, առաջ անգամ որ հանդիպեցինք, իմ աշի առաջ Պիպո էր զանգում, ուզում էր աշկի բախեցնել, արա այդ բոզգի տղա, քո նմանների կոշիկդ մաքրել չեն թողել, այ վիժված, ու գործարարա, Նիկոլից տարան 8 միլիոնը, մեր ամբողջ ազգի բնակչության, որ հավաքում են, բյուջե, սրանք նախկին Նիկոլը երբեք բյուջե չի ասել, ասել է լապամա, հիմա ասում եմ մեղրի ոչ կա, Արանա իրան խորհուրդ տվել, գող թալանչի վիժվածքը, ով ինչքան ժամանակը չի վնգստել, բանի, տորնից կորի, որ հիմնական կորի, ես ասեցի չէ, թորնուհին ասա, պաբի, արդեն անեսկը մեր վրեն է, Այս է Ամերիկայի, ով է Բլինքենը կա, Բլինքենի խավորսանիգություններ անում, Արա ինչ եք ուզում, դուք Հայաստանի պետության մեջ, Հայաստանի հողի մեջ թաղվելու իրավունք անգամ չունեք, ասում եմ, օղորմի հարցը լուծել եք, թե Արաբի տղեր, թե Արմենի տղեր խոսացել են իրանց պապաներին, որ առար սատկեք, որ օղորմիները այդ բիրիքով լսվելու է ձեր գերեզմանին, բայց ոչ Հայաստանում, Շողով ջան, կներեք, եկեք տեսնենք ինչ ենք անում, հերիք ելա բոլերավ, այս տգետների ոհմակն եկել են գործարար խումբ ունեն, տարբեր բարեր են օգտագործում, փողերի գեներացում, այսինքն ոչ արդեն ջեպիություն, թալան, գողություն, փողերը գեներացնում են, որպեսզի բժշկությունը զարգացնեն, փողերը գեներացնում են, որպեսզի տնտեսությունները զարգացնեն, Արա ձեր մեջ եթե կա մի հատ գործարար, Ես հաջորդաբար փորձելու եմ մասնակցեմ ազգային ժողովի տնտեսական լսումներ են, թե ինչ են, փորձելու եմ մասնակցեմ։ Այդ բոլորը, քանի հոգի եք, հաշվեք, տնտեսական բլոկ, պենզաբլոկ, թե ինչ է, բոլորդ միասին հավաքվեք, տենանք դուք միասին ես մենակ ես, որ մարզում ծանոթ ունեք, այնտեղ արտահանում անեք։ Գործարար այնտեղ են, ով արտահանում է, այո, գործարար մեր գյուղում էլ կար։ Այսօր կան, եթե դու գործարար ես, քո համար դու թքած պետք ունենաս, ով է երկրի ղեկավարը,
Օրինակ գործարարը բանը Սամվել Ալեքսանյանը իրոք գործարարը, որ ինքը Հայաստանի երեխեքի աշխատանքը արտահանում է գումարի տեսքով հետաբերել։ Ես նման շատերին գիտեմ, բայց այն մարդը, ով որ իշխանավորի հետույքը լիզելով, այդ օրինակ մեր գյուղում էլ կար, անապես պատմել, թե իբրի հերը կամ մերը։ Արտակ Սարգսյանը, Աննա Ակոբյանի հետ համագործել։ Ո՞վ։ Արտակ։ Դու Աննա հետ համագործել, Սասի, Աննա։ Ես չգիտեմ, ես նման, ասենք, ես նորից եմ կրկնում, գործարարը այն մարդը, ով որ կարողանում է հայ ժողովրդի, Հայաստանի հմուտ երեխեքի աշխատանքը արտահանել փողի կամ ապրանքի տեսքով ներմուծել։ Այդ է գործարարը։ Կարա այդ տգետներ, կարա վերականգնել կոշիկի արտադրությունը, ամբողջ Երևանը կաշխատի, մի 10-20 միլիոն դոլար փող պետք է դնեք, այդ որ այդքան լապել եք, այդ լապատի 3%-ը դնեք, 3%-ը դնեք, այդքան հերիք է, դե ագիտել խանութից խոսել ենք, չէ, երորդ մացի Գրերի Գրեչի Ակոբյանի։ այնի ընդանել գրերի գրդո են ասում, Ընդակ կլիշկի սրապով, գրերի գրդո։ Ինքասը դրամա բերեսան աշտի, բայց մարդը խանութներ ունի։ Հա, խանութներ ունի, ամենաթան խանութն է, իրոք որ մտնում ես սուպեր խանութ է։ Մնացել է ժողովուրդ սուպեր մաման գա մեզի ղեկավար։ Այն Հակ Մարուկյանը ինչ է։ Մարուկ է։ Հա? Մարուկ է։ Դե կարևոր չի, թու թթա։ Այ ամենահզոր կուսակցությունը այսօր որ ունենք Հայաստանում, էդի լուսարով Էդմոնին Հայաստանում ասել եմ, հա, բաղկացած է երկու հոգուց, Էդմոն Մարուկյան, Դավիթ Խարզակյան։ Լավ է։ Նորակալ պարսան։ Մեկ մեր վրա խնդրվեք։